Խնդրում եմ բացատրել Հակավորաց առաջին գրքի 19-9 խոսքը. «Եվ Տիրոջ կողմից չար ոգի եկավ Սավուղի վրա»։ Այս մասին խոսել եմ շատ։ Այո, երբ մարդը անցնում է սահմանը, երբ մարդը անցնում է Աստծուն ճանաչող մարդը անցնում է ապաշխարության սահմանը, Եբրայեցիս 6-րդ գլխում է դա գրված, Հռոմեացիս 1-ին գլխում է դա գրված և շատ ուրիշ հատվածներում Աստվածաշնչի, Աստված Աստծու պատիժն է գալիս մարդու վրա, այսպես ասեմ։ Այս պատիժը ամենածանր պատիժն է, բայց այս պատիժը գալիս է միայն այն մարդկանց վրա, ովքեր Աստծուն ճանաչելով Աստծուն մերժում են։ Այս պատիժը չի գալիս աշխարհի ամենամեղավոր մարդու վրա։ Այս պատիժը գալիս է Աստծուն ճանաչող, այսինքն հավատքի կյանքով ապրած մարդկանց վրա, ովքեր ճանաչում են, գիտեն ճշմարտությունը և գիտակցաբար դեմ են գնում ճշմարտությանը։ Պողոս առաքյալը սովորեցնում էր, որ ճշմարտությունը անիրավությամբ ճնշում են այս մարդիկ։ Գիտեն ճշմարտությունը, բայց իրենց ավելի ձեռնտու է ապրել անիրավության կյանքով։ Նաև Տեր Հիսուսն էր ասում Մատթեոս 23-րդ գլխում փարիսեցիներին հանդիմանելով, ասում էր, որ դուք մեղք չեք ունենա, բայց կույր չեք, տեսնում եք և գիտեք ճշմարտությունը և ճշմարտությանը հակառակ եք գնում։ Ահա սա է ամենամեծ մեղքերից մեկը, որ մարդը կարող է գործել Աստծու հանդեպ, ճանաչելով հակառակվել։ Եվ դրա պատճառով էլ Սավուղի վրա եկավ այս մեծագույն պատիժը և Տիրոջից չար ոգի եկավ նրա վրա։ Գրված է Սուրբ Հոգին հեռացավ նրանից և չար ոգի եկավ և տանջում էր։